Բարեձեզ հարգելի հեռուստադիտողներ, Panorama AM-ի եթերում սկսում ենք Cast of podcast-ի առաջին թողարկումը։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ մնացած սոցցանցերին, հաղորդումը կդրվի նկարագրության մեջ, եւ հաղորդման առաջին հյուրն է իրավապաշտպան, իրավաբան Ռուբեն Մելիքյանը, բարեձեզ պարոն Մելիքյան։ Բարև ձեզ, բարի ընթացք եմ մաղթում, առաջի հյուրը լինելը պատասխանատու է եւ հետաքրքիր։ Շնորհակալություն, ո՞նց եք։ Լավ, ես այդ հարցին մենք մինչև հաղորդումը շփվում ենք, ես այդ հարցին տենց արագ պատասխանում եմ ասում եք, որտեղ դա դիտում եմ որպես են համակարգչային էմոլինում է, չէ՞, դիալոգ բոքսը բացելու քլիքը էլի ոնց որ։ Տեսեք, համաձայն հաղորդման կանոնների, ինչպես տեսնում եք, կանաչ տաղավարում ենք նկարում, յուրաքանչյուր հյուր ինքն է ընտրելու իր ֆոնի գույնը, խնդրեմ ընտրեք այն գույնը, որը կուզեք լինի մեր զրույցի ֆոնը։ Հաճույքով ես ունեմ նախընտրած գույն, մանուշակագույնը, եթե կարող եք ապահովել, հետաքրքիր կլինի եւ ուրախ կլինեմ։ Այսպես ավելի լավ։ Շատ լավ։ Սկսենք վերջին իրադարձություններից, ու մարդ չի իմանում խոսելուց դրանց մասին ծիծաղի, ջղայնան հացի։ Մի խոսքով, Փաշինյանը քարոզարշավի ընթացքում, այսպես հոդվածներ, որ հավաքում է իր վրա։ Դրանց մասին, քանի որ արդեն մի քանիս հեսա կխոսենք նաև հերթով, թե որոնք ու ինչպես, մի քանի այսպես քրեական հոդված ուղղակի արդեն վրա հավաքել, արդյոք եղել է հանցագործության մասին հաղորդում ձեր կողմից կամ ձեր գործընկերների կողմից։ Այսօր այս հաղորդումը տեսագրելու օրը, այսինքն մայիսի 20-ին, մենք արդեն ունենք մի շարք ակնհայտ դեպքեր, երբ որ առնվազն ատելություն քարոզելու մասով մենք ունենք ակնհայտ հանցագործություն։ Այդ մասով ես ոքի կասկած չունեմ, որ ցանկացած անկողմնակալ դիտորդ այդտեղ ուղղակի չի կարող չտեսնել հանցագործություն։ Սպառնալիքներ եւ այլն, դրանք ես մեկ համակցության մեջ եմ դիտում ատելության քարոզ երկու խմբերի նկատմամբ, առաջինը ներազգային թշնամանքի առումով արցախցիների նկատմամբ, դա ակնհայտ է, երկրորդը քաղաքական հակառակորդների նկատմամբ, որը նաև զուգակցվում է սպառնալիքների հետ, ինչը ես դիտում եմ ատելություն, թշնամանք, խտրականություն, հրահրելու, քարոզելու, բաղադրիչ, չէ, բայց դա ես չեմ դիտում որպես առանձին սպառնալիք, այլ թշնամանքի մաս եմ դիտում, թշնամանք քարոզելու, հրահրելու մաս եմ դիտում։ Այդքանը ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, կարծում եմ մի օր դա բացահայտվելու է, որ նա հրահանգավորում է նաև իրավապահ մարմիններին վերածել է ընտրական process-ի ինքնուրույն մասնակցի, համար 20-ն էլ ընտրական process-ում ես այսպես կանվանեի Նիկոլիև Ալիևի ուժայիններ բլոկն է մասնակցում, որոնք որ անթաքույց քարոզչական գործունեություն են իրականացնում։ Օրինակ հենց այսօր մայիսի 20-ին լուր են տեղադրում, քննչական հաղորդագրություն է տեղադրում, Նարեկ Կարապետյանի հետ կապված քրեական վարույթ են նախաձեռնել, վերնագրում գրում է Նարեկ Կարապետյանը հանդիսանում է այլ պետության քաղաքացի։ Վերնագրում է գրում դա։ Այսինքն մարդկանց մոտ արդեն ստեղծում է փաստի մասին համոզմունք։ Այնինչ երեք եղավ այդպիսի լուր, Նարեկը հերքեց, քննություն է, թող ընթանա, պարզվի դա։ Հաշվառնա, որ լիքը մարդ վերնագին է ուղղակի։ Իհարկե, հենց սա է, այսինքն։ Այդ մեկ, երկրորդը ցանկացած այն մյուս կառույցի, ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություններում պարտադիր նշվում է, թե որ ուժին է վերաբերում եւ միշտ ընդդիմադիր ուժերին վերաբերող հաղորդագրություններ, դա նույնպես ընտրական process-ի մասնակցություն է։ Խայտարակ մեկնություններ, մեկնաբանություններ քրեական օրենսգրքի, օրինակ պաստառ պոկելու պատմությունը, որ ակնհայտ դա վարչական իրավախախտում է, բայց դա չգիտես ինչու դիտարկում են որպես քրեական վարույթ են նախաձեռնում, մարդկանց նկատմամբ լուրջ միջամտություն են իրականացնում, ձերբակալում են եւ մենք ունեցանք նաեւ մահվան դեպք այդ փաստով։ Դա ուղղակի այդ մարդկանց խղճին է։ Փաշինյանի պաստառ պոկելը առանձին հոդվածի տակ մտնում։ Տեսեք ինչն է հարցը։ Այ երբ որ իրենք հաղորդագրություն տվեցին, առաջինը ձեր գործընկերներից Արաքս Մամուլյանն էր, որ այդ հարցը բարձրացրեց եւ իրենց պաշտոնական պարզաբանման մեջ նշված չէր, որ քաղաքացիական պայմանագրի պաստառ է փոխվել։ Այդ ո՞նց եղավ, որ այն դեպքում դուք միշտ նշում եք, որ ուժեղ Հայաստանի կամ Հայաստան Դաշինքին կամ չգիտեմ ում ինչ որ ներկայացուցիչ է, էս է արել, այն է արել, բայց այս դեպքում չեք նշում, որ դա հենց քաղաքացիական պայմանագրի պաստառը փոխելու համար է, փաստորեն մարդը կյանքից զրկվել։ Մարդ, որը որ 2020 թվականից, որքան հասկացա նաև Արցախում է բնակվելիս եղել, ակնհայտ է, որ այդ դեպքերը ազդել չեն կարող ազդած չլինել մարդու հոգեկանի վրա եւ այսինքն
թե պատճառի մեջ, թե հետևանքի մեջ Նիկոլ Փաշինյանը անմիջական մասնակցություն ունի եւ ուժայինները նույնպես։ Այս առումով մենք այսպիսի վիճակ ունենք։ Այլ հոդվածների մասին այս պահին չխոսեմ։ Հիմա հարց է ձեր տված հարցին անդրադառնալով, թե հոդվածների հավաքում ինչու ոնց։ Գիտեք, եթե սա առաջի դեպք կլիներ, կմտածենք, ասենք ինչու է մարդը այսպես վարվում։ Մարդը ծանրագույն հանցանքներ արդեն իսկ կատարել է իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում, ու ես կասեի երևի թե 6 տարիների ընթացքում, առաջի 2 տարիները այդքան ծանր երևի թե այդքան միանշանակ դեպքեր շատ չէին։ Էլի կային, բայց շատ չէին, բայց 2020 թվականից սկսած արդեն ակնհայտ է, որ մենք գործ ունենք սերիական հանցագործի հետ։ Եվ այդ սերիական հանցագործը մի 10 հոդված ավել 10 հոդված պակաս իր համար ինչ տարբերություն։ Տեսեք, հարցը վերաբերում ոչ թե ինչու են ասա անում, որովհետև տարբեր ձև կարող ենք մեկնաբանել ինչու է անում, ընդ որում թե փաստարկված, թե ուղղակի էմոցիոնալ фоնի վրա, ու յուրաքանչյուրը կունենա դրա բացատրությունը իր ասածի։ Հարցը ուրիշ կողմից փորձը ցույց տվեց, որ եղած ինստիտուտներից իրավաբանական համայնքը քիչ թե շատ այն համայնքներից է, որ մնացել է դեռ իր, չգիտեմ ասում, կոչմանը հավատարիմ, ավելի միասնական է, հիշում ենք նախորդած դեպքերը, երբ արդեն փորձում են իրավաբանների, փաստաբանների վրա դուրս գալ ու չստացվեց մեղմ ասած, այսպես ասենք։ Իրավաբանական համայնքը ինչի՞ չի մինչև հիմա, օրինակ կոնկրետ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում գոնե մեկ հանցագործության հաղորդում ներկայացրել։ Չէ, լինում է դա։ Դա լինում է, օրինակ ես, չէ, հանցագործության մասին հաղորդումներ ներկայացվում են։ Այն հայտնի օրը չեն ունենալու, մայիսի 18-ին ուրեմն ես հիշում եմ դա Ուժեղ Հայաստանն էլ արեց, Արման Թաթոյանն էլ արեց, Ավետիք Չալաբյանը միշտ է անում, կարծեմ նա էլ արեց, այսինքն մարդիկ կան, որոնց հանրային գործունեության մաս է կազմում հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելը, սա մի քիչ փիլիսոփայական հարց է, դա ճիշտ է թե սխալ է։ Անձամբ ես չեմ ներկայացնում հանցագործության մասին հաղորդումներ, ես իմ բացատրությունը ունեմ, հանցագործության մասին հաղորդում ներկայացնողներն էլ իրենց բացատրությունն ունեն, երկուսն էլ գոյության իրավունք ունեն։ Իմ բացատրությունը հետևյալն է. հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը մի կողմից ցույց է տալիս, որ ես ընդունում եմ իրենց հնարավորությունը, որ կարող են անկողմնակալ քննություն իրականացնել, իսկ ես դա բացառում եմ արդեն, եւ ես կոնկրետ կարող եմ նույնիսկ ասել, թե որ դեպքից հետո եմ արդեն բացառում, ես իրավապաշտպանական տեսանկյունից եմ նայում։ Քանի դեռ իմ բացատրությունը Սամվել Վարդանյանի գործով երկու, կներեք ես ոչ գրական բառի համար, ապաշկյարա դեպքով երկու մարդ, որոնք որ պատասխանատու են կոնկրետ քաղաքացու կյանքի եւ առողջության համար, այդ պայմաններում նրան խոշտանգման են ենթարկել։ Այո, լավ, ասենք թե չգտան խոշտանգում ենթարկողներին, բայց այս երկու ոստիկանների նկատմամբ որևէ պատասխանատվության միջոց քրեական հետապնդում անգամ չեն հարուցել, ես իրավապահ համակարգին այդ փաստով արդեն իսկ իրավունք ունեմ չվստահել։ Ես այդպես եմ ասում, իսկ ընդհանուր չեմ ասում, շատ կոնկրետ եմ ասում։ Այս դեպքով երբ կլինի քրեական հետապնդում, գուցե եւ ես իմ մոտեցումը վերանայեմ։ Սա իմ բացատրությունն է, եւ երկրորդ բացատրությունս հետեւյալն է, սա մի քիչ ավելի ֆորմալ իրավաբանական բացատրություն է, բայց այնուհանդերձ փորձեմ ավելի հասկանալի ձևով բացատրել։ Մեր իրավունքի հիմունքներից մեկը կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքն է։ Այսինքն, եթե իրականացվում է մեկ վարույթ, այդ վարույթով անկախ նրանից գործը դատարան գնում է թե չէ, իրավապահ համակարգը կամ դատարանը պարզում է, որ հանցանք կա կամ չկա, էական չի։ Երկրորդ անգամ նույն փաստերով վարույթ իրականացվել չի կարող։ Ես այս բանի կարծում եմ նոր փաստ առաջ եկել այդ նույն գործի նույն փաստ եթե առաջ գա, հա, բայց այդտեղ արդեն հարցը առաջանում թե ինչ նշանակում նույն փաստ, նոր փաստ, ինչ նշանակում նոր փաստ։ Այս հանգամանքը հաշվի առնելով ես որոշակի վտանգ եմ տեսնում, չեմ ասում որ կարելի է հակափաստարկել, բայց որոշակի վտանգ եմ տեսնում, որ որոշ դեպքերում կարող է վարույթ իրականացնել, ասեն որ չէ, այդտեղ ոչ մի բան չկա, հետո ավելի դժվար լինի նույն փաստերով նոր քրեական հետապնդում հարուցելը։ Դրա համար այս երկու փաստարկներով եմ ես որ հանցագործության մասին հաղորդումներ չեմ ներկայացնում, այսինքն չեմ լեգիտիմացնում եւ հաշվի առնելով որ այսօր իրավապահ համակարգը չի կարող անկողմնակալ լինել, կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի կիրառման վտանգի չեմ մոտենում, բայց շատ դաշտում կան շատ մարդիկ, ովքեր որ հանցագործության մասին հաղորդումներ տալիս են եւ նրանց հանցագործության մասին հաղորդումները մնում են անհետևանք, ինչը եւս իր դրական կողմ ունի, այսինքն եթե վաղը մյուս օր ասեն օրինակ բա հաղորդում տայք, խնդրեմ, տրված է եղել որևէ հետևանք չի ունեցել։ Եվ գիտեք, այստեղ շատ պարզ բան կա, էլի մարդկանց մեջ ես հավատում եմ, որ դրված է այդ արդարության
այսպես ասենք, սերմ է, էլի, ցանկացած մարդու մոտ այդ գաղափարը կա, արդարությունը դա մի բան է, որ բոլոր մարդկանց մեջ կա, կարող է դժվար է բացատրել դա ինչ է, բայց մարդիկ ակնհայտ անարդարությունները տեսնում են։ Եվ եթե օրինակ համեմատեն Արտակ Ավետիսյանի Շենգավիցի, հա սովորական տղա, նրա տեսանյութը Նիկոլ Փաշինյանի մայիսի 18-ի բազմասերիանոց պորտկումների հետ լավ շուտ մեղմ բառ օգտագործել։ Որևէ ողջամիտ մարդ չի կարող ասել, որ այ եթե այս երկուսից օրինակ հարց տրվի, ասի, այս երկու դեպքով որով է ատելության քարոզով մարդ նստած բանտում, ցանկացած անկողմնակալ մարդ, ասենք, չգիտեմ, լյուքսեմբուրգցի, մոզամբիկցի, ով ուզում լինի, չի կարող ասել, որ Արտակի գործով է, որ մարդը կալանավորված, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի գործով։ Ես այստեղ մի նրբություն էլ ասեմ, ատելության խոսքի չափանիշներ գոյություն ունեն, կոչվում են Ռաբաթի կանոններ, 6 չափանիշ է, որոնցից ամենակարևորներից մեկը խոսք ասողի անձն է։ Որքան ավելի մեծ հայտնիություն ունի, ազատությունը, այո, որովհետև վտանգ է առաջանում։ Տեսեք, ես այդ ամսի 19-ին բակերում տեսել եմ երեխաներ, որոնք իրար վրա գորգռում էին, ասում են ստահակ սատկացնելու եմ։ Լուրջ եմ ասում։ Իսկ դա ազդում է, դա միանգամից իշխում է։ Կզացնելու եմ, չեմ լսել, բայց ստահակ սատկացնելու եմ լսել եմ։ Հաստատ ինչ որտեղ կզացնելու եմ։ Այսինքն սա ատելության բռնկման վտանգ է իր մեջ պարունակում։ Իսկ անհայտ մարդու տեսանյութը չի պարունակում այդպիսի վտանգ։ Այս տեսանկյունից սա ուղղակի ցանկացած հարթակում են պատրաստ քննարկել, որ սա հանցագործություն չհամարելը աբսուրդ է։ Հատկապես նորից ասեմ այն պայմաններում, որ դրանից ընդամենը 3 օր առաջ մարդ էր նստել, դատարանն էլ որոշել էր, նախկինում ԿՊ-ի անդամ հանդիսացող Դավիթ Արգամանյանը, չեմ ուզում տենց չեմ թիրախավորում Դավիթ Արգամանյանին, ես նրանից տեսել եմ նաև արդար որոշումներ, դա էլ ուզում եմ հատուկ ասեմ, բայց նախկինում ԿՊ-ի անդամ հանդիսացող մարդը որոշում կայացրեց, որ այստեղ արկայի հիմնավոր կասկած կոնկրետ պաշտպանյալիս մասով։ Ուրեմն շատ հետաքրքիր էր մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը այս ամեն ինչի ֆոնին, ու ցանցում բոլորը այսպես կատակում էին, ասում են ոնց որ ԵԱԿ Մինսկի խումբը, հա, Մինսկի խմբի բանն է, հա, բոլոր կողմերին ինչ-որ բան հանդարտության կոչ էր անում։ Մարդու իրավունքների պաշտպանի այս վարքագիծը համարում եմ կեղծավոր։ Համարում եմ հակաօրինական եւ մարդու իրավունքների պաշտպանի դիրքին ոչ հարիր։ Իր այս վարքագծով նա հավասարության նշան է դնում կողմերի մեջ։ Այն դեպքում, երբ որ մի կողմը Նիկոլ Փաշինյանը ակնհայտ հանցագործություններ է կատարում, իսկ մյուս կողմը իր հանրային խոսույթը առանձին բառեր հանած, դա էլ ասենք, ինչ որ առանձին բառեր կային, որոնք որ հայկական համատեքստում միշտ սրելու տեսանկյունից բառեր օգտագործել, բայց մի բան է 1-2 բառ օգտագործել բնութագրական, մի բան է ուղղակի թշնամակ տարածել։ Եվ դա մի հարթության մեջ դնելը ուղղակի նշանակում է կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին։ Մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությունը ոչ լավ գաղտնիք չէ, որ մարդու իրավունքների պաշտպանը Նիկոլ Փաշինյանի կադրն է բառի բոլոր իմաստներով։ Ես չի ասի, որ դա իր կադրն է, ես շատ ցավում եմ, որ ինքը հիմա է դարձել իր կադրը, ժամանակին ես ցավում եմ, որ այս վարքագիծն է որթեգրել նշված անձը, ժամանակին նա նման վարքագիծ ամեն դեպքում իմ համար որպես մարդ իրեն ճանաչած համարվում է շատ առաջատար մասնագետ, շատ խոստումնալից ապագա ունեցող։ Եկեք չհամեմատենք, Աննա Վարդապետյանը երբեք հրապարակային խոսք չի ասել, ի տարբերություն Անահիտ Մանասյանի։ Չհամեմատենք։ Աննա Վարդապետյանը որևէ մեկին չտվա, որ փորձում եմ արդարացնել, ուղղակի երբ որ դու հրապարակային խոսք ես ասում, հետո քո հրապարակային խոսքին հակադիր վարքագիծ ես դրսևորում, դա մի բան է, իսկ եթե հրապարակային խոսք չես ասում, դա մի քիչ ուրիշ բան է։ Հասկացա։ Տեսեք, ինչ միջավայր է ստեղծում Փաշինյանը։ Խոսքը արտաքին քաղաքականության մասին չի, խոսքը ընդհանրապես սակրալ արժեքները ամեն ձև ոտնարելու վերստելու մասին չի, խոսում ենք չոր այն իրավական այն միջավայրից, համակարգից, այն ընդունած օրենքներից, որը որ այսօր ստեղծում է Փաշինյանը։ Խոշոր հաշվով, երբ որ նայում եք թե
ինչ ազդեցություն են դրանք ունենում ու ինչ հնարավորություններ են տալիս ցանկացած իշխանության նմանատիպ օրենքների ու համակարգի գոյությունը, խոշոր հաշվով դա ցանկացած իշխանության, այսպես կոպիտ եթե արտահայտվենք, երազանք է, որը որ ունենալ նմանատիպ տոտալ վերահսկողություն, ինչ ուզել անել, ինչ ուզել անել, հասանելիություն ունենալ ամեն տվյալի, որ իրանից թաքուն ոչ կարաս փող ծախսես, ոչ ինչ-որ միտեղ գնաս, ոչ հեռախոսով խոսաս, ամեն տեսակ անձնական սահմաններ ջնջում, ոչ մեկ ռիսկ չի արել հաշվի առնելով լիքը բաներ, վստահ եմ չկա տես մարդ, որ չուզենա նման աբսոլյուտ իշխանություն։ Հիմա իրանից հետո եկողը, ինչքանով եք վստահ, ինչ մեխանիզմ կա, չգիտեմ, ինչքանով եք վստահ, որ իրանից հետո եկող ցանկացած իշխանություն կդիմանա գայթակղությանը ու գոնե այս օրենքների մի մասը ուղղակի առ ոչինչ կճանաչի կամ գոնե չի դնի այսպես ակտիվ գործածության մեջ։ Որտեղ վտանգը շատ մեծ է, այդ միջավայրը, որ ինքը ստեղծել է, ինքը թողել է ժառանգություն հաջորդ իշխանություններին ու բոլորն էլ մարդ են, այսինքն ու մարդուն բնորոշ է այդ գայթակղությանը տրվել է։ Որ շատ մեծ համաձայն եմ, շատ լավ հարց եք տալի, երկար կարելի է խոսել, հասեմ, որ ես պատահական չեմ համարում, որ այդպես բոլորին եղբայր է ինքը դիմում, դա մեծ եղբոր սինդրոմն է, չէ՞։ Ու կներեք ընդդիմության որևէ ուժի կողմից ես չեմ տեսել, որ խոսան, որ այ օրինակ այս միջավայրը մենք վերացնելու ենք։ Ես լսել եմ, ես որոշ բաներ օրինակ Արամ Վարդևանյանից եմ լսել, որ անդրադառնում է, տեսեք, առաջինը այդ 1984-ի սինդրոմը կարծում եմ իր մեջ խոսում է եւ պատահական չէ որ մարդկանց եղբայր է դիմում, ինքն էլ իրեն համարում է մեծ եղբայր, չէ՞, այնտեղ է, չէ՞, մեծ եղբայրը դեր։ Եվ իրոք Հայաստանում երբեք նման ծավալի իշխանություն ոչ մի քաղաքական ուժ չի ունեցել, դա փաստ է։ Երկրորդ, նախ պետք է կապ ունի օրենքով, թե անօրինական չի ունեցել։ Երբեք չի ունեցել։ Երկրորդը պետք է մենք նախ ամենամեծ վտանգը այսօր Հայաստանի արևմտյան Ադրբեջան դառնալն է, որը պետք է ամեն կերպ կանխարգելել։ Սա որպես ավելի մեծ վտանգ եմ ես դիտում։ Ինչ վերաբերում է ձեր ասացին, ապա ես ռիսկ տեսնում եմ, ձեր ասացի ռիսկը տեսնում եմ, բայց նաև տեսնում եմ մեխանիզմներ, թե ինչպես է հնարավոր դա հնարավորինս նվազեցնել։ Այ որոնք են այդ մեխանիզմները։ Օրինակ են մարդիկ, ովքեր որ, օրինակ, շատ պարզ ասեմ, շատ այսպես շոշափելի ասեմ։ Այդ մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ պայքարել են ռեժիմի դեմ, մեկը օրինակ ես, իմ ընկերները, օրինակ մենք 5 իրավապաշտպաններով որոշել ենք, որ ցանկացած հաջորդ իշխանություն, եթե մենք տեսնենք, որ հետ քայլեր չի անում եւ բռնատիրական այս մոդելները չի հետ քաշում, մենք շատ խիստ դրա դեմ պայքարելու ենք։ Մենք մեր մեջ դա որոշել ենք։ Մենք մեր մեջ նաև որոշել ենք, որ եթե ցանկացած հաջորդ իշխանություն օգտագործի այն իրավապահ համակարգի կադրերին, որոնք որ այսօր Նիկոլ Փաշինյանն է օգտագործում քաղաքական գործեր կարելու համար, այսինքն փոխանցվի նրանց եւ նրանք էլ իրավական պատասխանատվության միջոցներ չձեռնարկեն, առնվազն աշխատանքից չհեռացնեն, առնվազն եմ ասում։ Ապա մենք նույնպես դրա դեմ խիստ պայքարելու ենք։ Այսինքն դրա լուծումները առավելապես են տիրույթում են, որ մարդիկ ովքեր որ որոշակի ընդդիմադիր շրջանակներում անհամեստություն չանեն, որոշակի հեղինակություն են ձեռք բերել իրենց գործունեությամբ, պատրաստ լինեն դրան, որպեսզի փորձեն նախ ոչ հրապարակային, հետո անհրաժեշտության դեպքում նաև հրապարակային ձևով հակադրվել այս երևույթին, իսկ ես կարծում եմ սկզբնական շրջանում հնարավոր է դա, այսպես ասենք, հնարավոր է այդ հարցը լուծել։ Ընդ որում սկզբնական շրջանում։ Հետո եթե արմատավորվեց, ցանկացած նոր իշխանություն ավելի դժվար է լինելու։ Երկրորդը նաև բարոյական հարց կա։ Այսպիսի բացարձակ իշխանությունը բարոյականության բացակայության մասին է խոսում։ Սա կարող է առաջի հայացքից անտրամաբանական թվա եւ կապը այսպես չերևա, բայց որևէ բարոյական մարդ չի կարող իրեն թույլ տալ այսպիսի միջամտություն այլ անձանց թե մասնավոր կյանքին, ազատությանը, սեփականությանը եւ այլն, դա բարոյականության հարցել է նաեւ։ Եվ ես չեմ տեսնում ընդդիմության մեջ ուժեր, որոնք ունեն անբարոյականության այդ աստիճանը, ասես ուղիղ ասեմ էլի, որ իրենց թույլ տա այս մակարդակը պահել։ Հաստատ որևէ ընդդիմադիր ուժ որ գա իշխանության, ավելի փոքր է լինելու նրա միջամտության աշխարհը, բայց նորից եմ ասում, համաձայն եմ ձեր հետ, վտանգը կա, վտանգի մասին սխալ չի որ հիմա խոսենք եւ մի փոքր մեխանիզմ էլ ձեզ ասեցի, որն եմ տեսնում։
Այսինքն նմանատիպ վտանգների մասին պետք է նախապես խոսել, որովհետև որպես հետո post factum չասենք, վայ, բայց ինչի սենց եղավ։ Նորից ասեմ, մենք 5 օր դրա մասին խոսել ենք, մեր ընկերներով մենք դրա մասին խոսել ենք, այդ վտանգի մասին խոսել ենք, եւ մենք որոշել ենք, որ մենք լուրջ չենք մնալու այդ դեպքում, ասենք, այնպես չենք մեզ պահելու, այսը շատ կարևոր է։ Ինչպես նախորդ շրջանում այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, որ երկար ժամանակ աչք էր փակում Նիկոլ Փաշինյանի կամաց իրականացվող այլանդակությունների առջև։ Եվ հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը միանգամից չհասավ այս աստիճանի։ Քայլ առ քայլ։ Քաղաքացիական հասարակության ու այն ՀԿ-ների այն հատվածը, որոնք որ Նիկոլ Փաշինյանից առաջ եղած իշխանությունների ժամանակ ցանկացած նմանատիպ համարժեք էլ չէ, էլի ասենք, թեթև ինչ որ շեղման դեպքում հնարավոր բոլոր սոդոմական մեղքերը ունակ են վերագրել ու բոլոր եղանակներով փորձում են այդ ամեն ինչի դեմն առնել, այս պարագայում կամ փորձում են արդարացնել, նույնիսկ որոշի շատ ճիշտ է, կամ ուղղակի լուր լոյալություն են։ Խոսքը սրա մասին է, այսինքն մենք հաստատ այդպիսի վարքագիծ չենք որդեգրելու եւ չենք որդեգրելու Հայաստանի Հանրապետության շահից ելնելով, նաեւ այդ ընդդիմադիր ուժերի շահից ելնելով եւ Հայաստանի ցանկացած քաղաքացու շահ, որտեւ բռնակալ դառնալը երկարաժամկետ կտրվածքով հենց տվյալ բռնակալին է ոչ ձեռնտու, շատ կներեք, հիշեք բռնակալների ճակատագիրը։ Բոլորի։ Հատուկ են այսպես բաներ։ Առանձին բացառությունները։ Տեսեք, ինչ առնչություն է թողում Փաշինյանը բացի իրավական առումով։ Ինքը վարում է վառած օղի քաղաքականություն բառի բոլոր հնարավոր իմաստներով, այսինքն իրենց հետո եկողին հեշտ չի լինելու։ Եթե ասեք ինչ-որ մեկը սպասում է, որ հեսա, վсё, եթե Փաշինյանի իշխանությունից գնաց, մենք որ ռուսերեն ասած Մասլով շոկոլադե, դա չի լինելու, էլի։ Բնականաբար հրաշք տեղի չի ունենալու ու շատ ծանր է լինելու, շատ դժվար է լինելու։ Այ եկեք խոսանք այդ կետերից, օրինակ, որ process-ներն է հնարավոր կանգնացնել, որոնք հնարավոր չի արդեն կանգնացնել, բայց հնարավոր արդյոք մեղմել հետևանքները, որոնք որ դեռ պետք է, չգիտեմ, վերաբանակցվեն։ Ինչ առնչություն է թողում։ Ես կդժվարանամ այս հարցին։ Հետո եկողին։ Ես կդժվարանամ այս հարցին պատասխանել։ Ինչ որ ակնհայտ է, չեմ ասում, ների կուլիսներում ինչա կատարվում, որից որևէ մեկս հասանելիություն չունենք այդ տեղեկատվության։ Առնվազն ես տեսնում եմ իրավապաշտպանական տեսանկյունից ասեմ, առնվազն ես տեսնում եմ Հայաստանի քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը հնարավոր է բարձրացնել։ Ես դա ակնհայտ տեսնում եմ, այսինքն այս բռնակալական մեթոդները, օրենքները հնարավոր է չեղարկել կամ իրականում շատ հաճախ խնդիրը օրենքների մեջ չէ, դրանց կիրառման պրակտիկայի մեջ է, պրակտիկան կարելի է փոխել։ Երկրորդը ես տեսնում եմ, որ հնարավոր է Հայաստանին ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձել է արտաքին ուժերի բախման կետ։ Այսա ամենակարևորն է։ Դա հնարավոր եմ համարում լուծել, այսինքն Հայաստանը դառնա ոչ թե բախման կետ, այլ համագործակցության կետ, ինչպես եղել է տարիներ շարունակ։ Մնացածը ածանցալ է։ Սրանից բոլորս էլ հասկանում ենք, որ հարցեր կան, որոնք որ մեղմ ասած այս պահին հեռանկարները լավ չեն երևում։ Բայց պատկերավոր ասած, այդ ազատ անկումը իսկ մենք հիմա ազատ անկման փուլում ենք։ Գոնե ազատ անկումը դադարեցնել հնարավոր է միանշանակ։ Դժվարությամբ, բայց հնարավոր է։ Մենք ազատ անկման մենք ընկնում ենք 2020 թվականից ընկնում ենք այս անկումը հնարավոր է կասեցնել բարոյական անկումը արժանապատվության անկումը բանականության անկումը բանականությանը դեմ բաներ են անում դեմորալիզացիան կանգնացնել կողմը դեմորալիզացիան դեհումանիզացիան Նիկոլ ինչ ենք ասում ատելություն թշնամք դա դեհումանիզացնում է իր հակառակորդներին արցախցիներին է դեհումանիզացնում ասում գնայք սատկի գնայք ներողություն զոհվեք հա դու այդ խոսույթից ենկոմ դժվար է պատկերացնել այսինքն դու ինչ ես ողջ այդ խոսույթից ավել ես դժվար եմ պատկերացնում դեհումանիզացիա այսինքն դա մարդու ողջ լինելու բարոյական հեքտ է վերացնում դրանից ավելի ահավոր բան դժվար է դա դեհումանիզացիա է ֆաշիզմի պատմությունը որ նայենք այնքան զուգահեռներ կտեսնենք Փաշինյան Նիկոլ Փաշինյանի խոսույթի հետ այնքան զուգահեռներ կտեսնենք ու հետո որ եկավ դենացիֆիկացիան ու ինձ թվում է դենիկոլիզացիա պետք է դրա մասին հրապարակավ խոսել եմ հիմա շատ չեմ բայց դենիկոլիզացիան դա անհրաժեշտ է լինելու կարծում եմ արդեն դա անխուսափելի է լավ այսքան ակնհայտ
ռեալ ակնհայտ ինչ-որ անտրամաբանական, անմարդկային, անբարոյական, անօրինական բաներ են արվում, ակնհայտ են, որոնք պետք չի մասնագետ լինել, պետք չի մասնագետ քեզ հուշի, որ այս շիտ ձևը այդ ամենը արդեն ակնհայտ արվում է, ակնհայտ խոսույթով, առանց որևէ բան թաքցնելու, առանց ինչ-որ քաղաքական, չգիտեմ, մետաֆորաների, բայց այս մարդուն դեռ ծափահարողներ կան։ Խոսքը չի գնում այն մարդկանց մասին, ովքեր որ չգիտեմ, ինչ-որ տենց փորձում են ձեռքերը տաքացնել ուրիշի վրա։ Չէ, կան նաև կան ծափահարողներ։ Ես հարցումների եմ եղել Հայաստանի բոլոր մարզերում ինչի կան այդ մարդիկ։ Մենք հենց նոր վերջում մենք խոսեցինք ֆաշիզմի մասին։ Ինչքան ծափահարողներ կային եւ հիմա էլ Եվրոպայում նեոնացիզմի այսպես կետեր կան, չէ։ Չեմ փորձում ֆաշիզմը կամ որևէ ձև արդարացնել, բայց գոնե այն ժամանակ Հիտլերը ինչ-որ մի բանի վրա հենվելու տեղ ուներ, որ ասել տես ձեզ ստորացրել են, ես եկել եմ այդ ստորացումից հանենք ու ռեալ հանում էր։ Չեմ ուզում այդ դաշտ մտնենք հայմատենք, բայց ես տեսնում եմ, որ մեխանիզմը նույնն է։ Հոգեբանական մեխանիզմը նույնն է, այսինքն այդ տեսեք դուք վատ եք ապրում, դուք նախ ամենակարևորը սա Գեբելսյան քարոզչության արդյունք է, այսինքն մարդիկ սխալ ինֆորմացիա են ստանում, հիմնականում ոչ թե սուտ, այլ կիսաճշմարտություններ։ Մարդկանց կերակրում են ուրիշների ցավով, ուրիշներից խլելու, բոլշևիզմի նաև դրսևորումներ այստեղ կան, չէ՞, բոլշևիզմն էլ չէ շատ մեծ։ Դու վատ ես ապրում, որովհետև քեզնից թալանել են։ Դու վատ ես ապրում, դու էլի վատ ես ապրելու, բայց դու մխիթարվի նրանով, որ կողքինդ կուլակաթափության գաղափարավորն էր։ Կուլակները սովորաբար մարդիկ են, որոնք ավելի շատ էին աշխատում, ավելի շատ ունեցված։ Որ բոլորը պետք է վատ ապրեն։ Այն կողքիններին ասում են այդպես, նա քո հաշվին է հարստացել։ Կողքինն ասում էր, դե հա էլի, ոնց որ իմ հաշվին է հարստացել։ Բայց մեծ մասը բացառություններ իհարկե կրեն։ Իր հաշվին չէր հարստացել։ Նրա հաշվին էր հարստացել, որ ինքը օրական 10 ժամ էր աշխատում, նա օրական ասենք թե 4 ժամ էր աշխատում, կամ ինքը ավելի արդյունավետ էր աշխատում, նա ավելի անարդյունավետ էր աշխատում։ Եվ մարդիկ գնում խլում էին այդ մարդկանցից ունեցվածքը։ Մեխանիզմները հոգեբանական, քարոզչական շատ մոտ են իրար եւ ես չգիտեմ հարցումներին ասում եք մասնակցել եք, ես կուզենայի տեսնել հարցումներ, թե մարդկանց կրթական մակարդակը ինչպես է ազդում։ Ես օրինակ կարծում եմ, որ առավելապես երկու կարևոր խումբ են մեծ հարգանքով, բայց ցածր կրթական մակարդակ ունեցողների պարագայում է, որ սա ավելի շատ է աշխատում։ Ենթադրում եմ։ Բարձր կրթական մակարդակներ ունեցողի դեպքում էլ մի հատ ուրիշ պարադոքս կա, իրենք ուղղակի անտարբեր են տոտալ ամեն ինչի նկատմամբ։ Ես ավելի դատում եմ այդ երիտասարդների բան, ընդ որում sense ասեմ, երիտասարդ բարձրագույն կրթություն ունեցող, նաև կայուն եկամուտ ունեցող մարդիկ սովորաբար խիստ անտարբեր են, ընդհանրապես կատարվող ամեն ինչին։ Ես այն առաջի խմբի հետ շատ ավելի մեծ հույսեր եմ կապում, որտեղ նրանց հետ պատշաճ աշխատանքով կարելի է նրանց հետ բերել այդ թույնից ազատել, որովհետև նաև մարդիկ օրինակ գյուղերում մենակ հմեկ են նայում, հմեկին վստահում են, ժամանակին այդ խորհրդային ավանդույթը կար, չէ, որ եթե ինչ-որ մի բան հեռուստատեսությամբ ասում են թերթերում գրածա, որ ճիշտ է։ Հա, ես հենց այդ դեկոլիզացիայի հնարավոր մեխանիզմների մասին եմ ասում։ Այդ մարդկանց ավելի հեշտ է վերադարձնել, դեռ այդ մարդիկ իրականում իրենց խորքում հայրենասեր են, ես այդպես եմ կարծում։ Իսկ այդ էլիտար, շատ կներեք պորճական փոքր խումբը թե ինչպես է հնարավոր նրանց հայկականությունը այդ չգիտեմ, այդ մասով չեմ կարող ասել, կդժվարանամ ասել, որովհետև շատ հաճախ ես չեմ պատկերացնում այդ մարդիկ հայկականության հետ շատ մեծ կապ ունեն թե չունեն։ Դա է թվում արդեն հենց այդ նույն տեսակ դուք ասում եք կրթություն ունեցող, դա այդ կրթական համակարգի խոտաններից մեկն է։ Դա երկար պատմություն է, հա, չխորանանք դրա մեջ, ուզում ասեմ, միշտ չէ՞ էլի, որ այդ կրթությունը ինքդ էս ունենում է այն ազդեցությունը, ինչը որ ցանկալի է։ Համաձայն եմ։ Ուղղակի ժամանակակից կրթության մասին է խոսքը։ Լրիվ համաձայն եմ, ես ուղղակի տեսեք երկու տարբեր խնդիրներ առանձնացրեցինք երկու տարբեր խավերի համար, մի դեպքում դա սուտ լուկիսաճշմարտություններն են, մյուս դեպքում ինչ որ անտարբերությունն է այն հույսով, որ ասեն այդ մարդիկ Հայաստանի հետ չեն կապում իրենց հերանեկար։ Օրինակ այն մարդիկ, այսինքն ավելի ցածր կար, սովորաբար Հայաստանի հետ են կապում իրենց։ Ապագան ուղղակի լավ չեն պատկերացնում, որ սա կործանման է տանում։ Իսկ այն հարուստ այդ փոքր ձեր ասած անտարբեր հատվածը մարդկանց, որոնք որ երևի թե ցամանանք հարուստ
Okay, Ոչ աղքատ։ Ոչ աղքատ, հա։ Ես կարծում եմ այդ մարդիկ ավելի շատ հակված են իրենց ապագան Հայաստանից դուրս կառուցելուն։ Ես այդպես եմ տեսնում։ Հասկացա։ Տեսեք, ինչ ուզում հարցնեի, մոռացա։ Ժողովրդավարությունը։ Այս քանի որ Փաշինյանը տենց ժողովրդավարության բաստիոնի միակ ժամապահի բարձունքից է միշտ խոսում, էլի։ Ինչ է այս մարդը ներկայացնում։ Նախ եկեք մենք հասկանանք ինչ է ժողովրդավարությունը, որտեղ Փաշինյանը իր ընտրազանգվածին ու լայն մասաների փորձում է ժողովրդավարությունը ներկայացնել, որ եթե դու փողոցում կարողանում ես բարի բուն իմաստով կնել արտահայտության համար, ուղղակի ուրիշ բառ չեմ կարողանում, գիտեմ բազար բռնել վարչապետի հետ, ուրեմն այդ ժողովրդավարության ամենամեծ բանն է։ Չափանիշ ցուցիչն է։ Բայց մենք տեսանք, չէ, որ այդ շատ ներողություն բազար բռնածներից մեկը հիմա այսօր պետք է որոշվի կալանավորվում է, Օսիպյանի մասն է, չէ՞ խոսքը։ Հա, կոնկրետ այդ։ Մենք տեսանք, որ նաև Որ շատ հետաքրքիր кейս էր Օսիպյանի кейսը, ինչի համար, որտեղ ինքը մարդ էր, որ ժամանակին դες լավ տարածում էր Փաշինյանը։ Նիկոլական էր, Արցախի թիվ, եթե ոչ մեկ, ապա թիվ Նիկոլական էր, ես ուղղակի ապշած էի ասած ասեմ, էլի ճանաչելով։ Նիկոլը չի ներելու ոչ մեկին, էլի, որ իրան աջակցել է երբևէ։ Հա, լավ, վերադառնանք ժողովրդավարությանը։ Երկու բան է ժողովրդավարությունը, առաջին ժողովրդավարության առաջի գործոնը, ինչքան էլ տարօրինակ թվա, դա փոքրամասնության իրավունքների հարգումն է եւ փոքրամասնության սուվերեն իրավունքների նկատմամբ միջամտության բացառումն է, այսպես ասենք։ Փոքրամասնություն ասելով ինչ փոքրամասնությունների մասն է։ Առաջի երթին քաղաքական, հետո է արդեն առաջացել ազգային, կրոնական եւ այլն, հետո էլ մի քիչ ուրիշ ուղղությամբ է գնացել, բայց առաջի երթին քաղաքական այդտեղից է սկսել ժողովրդավարությունը։ Փոքրամասնությանը հարգում եք, փոքրամասնության ձայնը լսում եք։ Փոքրամասնությանը չենք կպնում։ Եվ երկրորդը արդեն այնուհանդերձ մեծամասնությունը կարողանում է ձևավորել իշխանություն։ Այս երկուսն է։ Նիկոլ Փաշինյանը կտրել է այս երկուսից առաջինը եւ ժողովրդավարությունը մեծ հաշվով համարում միայն մեծամասնության իշխանությունը։ Ես կարծում եմ իր այս հիստերիաները նաև պայմանավորված են նրանով, որ նա շատ լավ իմանալով, չարաշահելով նաև իր դիրքը մեր բոլորի հաշվին տարբեր հարցումներ եւ այլն իրականացնելով դրասեղանին վստահ եմ դրված է, որ նա կարծեք թե չունի այլևս մեծամասնություն, դա չի նշանակում, որ ընտրություններում նա գրացվելու է իր պարտությունը, որտեվ դեռ բազմաթիվ գործիքներ նա ունի։ Պատերազմում չգրացած իր պարտությունը։ Հա, եւ կարծում եմ նա փորձում է ինչ-որ ձայներ հետ բերել ու մի խոսքով ժողովրդավարությունը այդ երկուսի համադրությունն է։ Եվ երրորդը ժողովրդավարությունը պատասխանատու լինելն է պաշտոնյաների կողմից, դա շատ կարեւոր է։ Այսինքն եթե դու ինչ-որ բան ես ասում, դու պետք է քո ասացի համար պատասխանատվություն կրես։ Դա մենակ ժողովրդավարություն չէ, դից թվում է ցանկացած բանական մարդու էությունը պիտի լինի։ Դիկտատորական համակարգում դու միշտ կարող ես բան անել, ասել որ կեղծել։ Այդ նույն 1984-ը նայեք ինչ էին անում, անդադ կեղծում են, չէ՞ պատմություն։ Հա, անդադ խմբագրում էին թերթերը, որ փոշիկի բանքանակ էին։ Այսինքն այս 3 գործոնները իրականում ժողովրդավարության բնորոշիչներն են իմ պատկերացմամբ եւ մենք այս 3 չափանիշներով էլ 3 չէ, 2 չափանիշներով տեսնում ենք, որ այս ռեժիմը ժողովրդավարական չէ, այսինքն փոքրամասնությունների իրավունքները չեն հարգվում, պետությունը սուվերեն տարածքներ է մտնում, օրինակ նույն եկեղեցու հարցը։ Դա էլ երկար պատմությունը հիմա որ մտնենք դուրս չենք այդտեղից, բայց ուրեմն նախընտրական ծրագրում բաներ են գրել, որը ուղիղ հակասահմանադրական է, դա բացարձակ պետության խնդիրը չի։ Մենք չենք ընտրում թագավոր, մենք ընտրում ենք ընդհանրապես ժամանակավոր կառավարիչներ, որոնք որ եկեղեցու եւ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին գործերին միջամտելու ոչ մի իրավունք չունեն։ Այսինքն կամ եթե միջամտումս ինչի է թիրախում թեթվել մենակ հայ առաքելական եկեղեցիները։ Չէ, դե առհասարակ չունեն, այդ հարցն էլ ես ճիշտ չեմ համարում։ Դա մի կողմ դրել։ Չունեն եւ վերջ, ես այդպես եմ ես հարցը նայում։ Որևէ կրոնական կազմակերպության, այդ թվում նաեւ առաջի հերթին հայ առաքելական սուրբ եկեղեցու։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս մարդիկ չեն հարգում փոքրամասնության իրավունքները, մարդը կարող է քննադատություն ասել եւ դրան ունի ինչ հանցագործություն ասես տնեն, մարդը կարող է անդիմադիր հայացքներ ունենալ նրան աշխատանքից ազատեն, հարկայիններ ուղարկեն եւ այլն, սա մեկ, երկրորդն էլ պատասխանատու չեն իրենց խոսքի համար, մի բան ասում են, մեկ այլ բան, հետո իրականացնում են, հետո իրենց խոսքերը խմբագրում են, այսինքն այս երկու չափ իրենց մնացել է միայն թվացial, սա էլ եմ ես թվացial համարում, թվացial մեծամասնությունը, ժողովրդի մեծամասնությունը, որը կորցնելու վտանգն է, որ իրենց կարծում եմ գործոններից մեկն է, որ բերել է այս հիստերիաներին։
Տեսեք, ես այսպեսի մի շատ մեծ համոզմունք ունեմ, որ Փաշինյանը իր ամբողջ գործունեության ընթացքում փորձում է ստեղծի ցինիկ հասարակություն։ Այդ անում է ասած դասագրքային կանոններով, հնարավոր բոլոր հերոսներին ու հերոսի կերպարը արժեզրկելով, ընդ որում հերոս ասելով նկատի ունեմ ոչ միայն պատերազմի դաշտի ռազմական հերոսներին, այլ բոլոր այն մարդկանց, ումից որ երբևէ օրինակ ենք վերցրել, սկսած խոշորագույն սպորտսմեններից, վերջացած արվեստի գործիչներից, բիզնեսմեններից, վերջացած մեռած մարդկանցով ընդհանրապես, որ իրանք մեր համար էլի արժեքավոր կերպար, նույնիսկ իրաց է փորձում արժեզրկել։ Այդ ինչի է հանգեցնելու վերջում։ Նիկոլ Փաշինյանը հերոս չունեցող, օրինակ չունեցող, լավ, հերոս բառը շատ են այնքան են ծամել, արդեն վատը զգում ասել։ Օրինակելի կերպար չունեցող հասարակությունը ուր է գնում։ Չէ, նա ուրիշ բան է ուզում անի։ Նա ուզում է գոյափոխի հայկականությունը։ Նա ուզում է նոր հայկականություն, որի հերոսները հենց իրենք են։ Հաստատ է հայկականությունը։ Չէ, անունն էլ հայկական չէ, դժվար է ասել, բայց նրա նպատակը դա է, այսինքն տեղ է ինքը բացում, որպեսզի իրենց իր Արայիկ Հարությունյանի, Արարատ Միրզոյանի, բանի Ախուրյանցյանի, այդ բոլոր մարդիկ մեր նոր հերոս, նոր պանթեոնն են կազմելու։ Այդ պանթեոն բառը պատահական չի, այսինքն այն մարդիկ են, որոնք որ օրինակ են պետք է։ Ես վերջերս օրինակ Պարուս Սևակի թանգարան էի գնացել, մի հետաքրքիր նկար կար, Պարուս Սևակն էր մեր մեծերի հետ, Շիրազն էր, Էմինն էր, մարդիկ են, որոնք միշտ պատկերացրել ենք որպես մեր մեծեր։ Եվ հիմա իրենք փորձում են այդ մարդկանց երկրորդային տեղը բացել, որպեսզի մեր նոր պանթեոնը կազմեն Ախուրյանցյանն, Արայիկը եւ վերջում տենց Զևսի կերպարով Նիկոլ Փաշինյանը, չէ, Զևսի կերպարը կարծում եմ Ալիևին են թողնում, իրենք տենց բան է, էլի, տենց ավելի Մերկուրի կարող է լինի, տենց բաներ չեն, տենց Այ որ գնում ստեղ այնտեղ ինչ որ հարցեր էր լուծում, բաներ անում, ղժղժում էր նաև։ Մի խոսքով, ինչ որ նոր պանթեոն են ուզում բացել, ստեղծել եւ դա է հայկականության գոյափոխման սփյուռքից անջատել, սփյուռք գոյություն չի ունենա այդ դեպքում արդեն սփյուռքը այլևս կապ չի ունենա հայկականության հետ։ Նորմալ շատ հետաքրքիր է, որովհետեւ Փաշինյանը դες փող սիրող մարդ է, որտեղից եկամուտ ունի, այնտեղ լավ բան ու հետաքրքիր թե բանը Սփյուռքին ոնց օտարեց մի անգամից էլի, որ այնտեղից ինքը շատ եկամուտներ կար։ Դե հիմա ուրիշ տեղերից եկամուտներ չգիտեմ, գալիս են, չեն գալի, իշխան են գալի, շատ քիչ է բան։ Սա է, այսինքն այս ամեն ինչը հայկականության գոյափոխմանն է վերաբերվում, այսինքն վերացմանը։ Գոյափոխում վերացում իմաստով, այսինքն մենք էլ չենք ունենա այն նշան կարող անունը մնա, լեզուն ինչ որ առումով կպահպանվի, իհարկե լեզուն փոխվի, կդառնա ավելի գրեհիկ, ավելի զզվելի, այսինքն դպրոցում երևի կսովորացնեն որպես այդպես ինչ որ առարկա կմտցնեն, վիդեոները կդնեն երեխաները, այդ նույն ձևով կփորձեն այդպես սատկացնելու եմ, կզսնելու եմ դա դասագրքերում, որ մի տարի առաջվա եղած բանը մցրել են, իսկ այդ արդեն ամենամեծ ցուցիչ։ Ես դա եմ տեսնում, դա բռնապետների մոլուցն է, միշտ պատմությունը խմբագրել դարձնել, եթե 1980 հատկապես երիտասարդներին եմ, սիրելի երիտասարդներ, մի հատ էս ընթացքում մինչև ընտրություններ 1984-ը կարդացեք, ընդ որում կարդացեք ոչ թե այդպես տանդաղ, մտածելով, հայոմատելով, կարդացեք ու տեսեք, թե որտեղ եք դուք ապրում եւ ինչա ձեզ սպասում։ 1984-ում մենքը Պարտադիր Զամյացին։ Հա, Զամյացինը մենքը նույնպես է։ Կարդացեք մի հատ, այս դանդաղի մեջ կարդացեք։ Ու տեսեք, որ մարդիկ անտյուտոպիան ընկալում են ոչ թե որպես գրականություն, այլ որպես բան, ինստրուկցիա, տենց վերցրել են ինստրուկցիա քրիմինալ։ Թերթերով, էս է կանում, են կանում։ Առաջ են գնում։ Դա հետաքրքիր գրական խորհուրդներ էլ տվեցինք մեր։ Հա, եւ վերջում փորձենք այսպես համապոփել մեր զրույցը, չգիտեմ, չեմ սիրում հույս վաճառել, իսկ դա սխալ է, որտեղ երկար տարիներ շարունակ խոշոր հաշվով դրանով զբաղված ենք եղել, ինչի հետևանքն է նաեւ մեր այսօրվա իրականությունը, բայց ամեն դեպքում կա որևէ հույս կամ դրական կամ որևէ առաջընթաց կամ քայլ, որը անելու դեպքում կարող է ինչ-որ մի բան փոխվի, չգիտեմ։ Փախված է քաղաքական ընդդիմության քաղաքական դերակատարներից, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ժողովրդի վրա որևէ բան բարդելը սխալ է, ժողովուրդը միշտ պատրաստ է եղել տեսնելով վճռականություն, տեսնելով ազնվություն,
իր ինքնությունը պաշտպանելու, որովհետև դա ինքնության խնդիր է մեծ հաշվով, քաղաքական խնդիր սա չեմ համարում, քաղաքականությունը երկրորդ հարցը։ Ակնհայտ է, որ մենք գոյափոխման ենք գնում, եւ դա չէ թաքցնում։ Հենց միայն ուղղեն ասում ենք, մենք քաղաքականության մասն է։ Մեր ժողովուրդը պատրաստ է իր վստահ եմ ճնշող մեծամասնությամբ պաշտպանելու իր ինքնությունը, գնդակը գտնվում է քաղաքական դերակատարների դաշտում, այդ մարդկանց, ովքեր որ ստանձնել են այդ պատասխանատվությունը, մենք ինչ կարող ենք անել, կարող ենք հույս հայտնել, նրանք ովքեր որ հավատացյալ են, կարող են աղոթեն այդ մարդկանց համար, որոնք որ այդ մարդիկ իրենց վճռականությունը չկորցնեն եւ ճիշտ պահին ճիշտ որոշումներ կայացնեն։ Եվ վերջում 3 բան, որ անելու եք հունիսի 7-ից հետո անկախ ընտրությունների արդյունքներից։ Գիրքս է հրատարակման փուլում, գիրքս եմ ամեն դեպքում հրատարակելու եւ հուսով եմ, որ շնորհանդես կանեմ մոտակա շրջանում Մխիթար Գորշի հետ կապված, որը նույնպես համարում եմ կարեւոր։ Այդ տեսեք, ես տեսնում եմ, որ նրանք ուզում են մեր մեծերին զրոյացնել եւ սա իմ պատասխանն է դրան փոքր, ինչ որ կոնկրետ մեկի մասով նոր բան բերել դաշտ, նոր հետազոտություն բերել դաշտ, հա։ Իրավաբան եմ, հիմա թող հույս ունեմ, որ կարող է նաեւ վարակիչ լինել եւ մյուս մեր մարդիկ ովքեր որ մարդիկ թող վերցնեն, չգիտեմ, բժիշկները թող Մխիթար Հերացու մասին գրեն, մյուսները եւ այլն։ Սա մեկ հաստատ անելու եմ։ Երկրորդ ինչ եմ անելու։ Երկրորդ գիտաժողովի եմ մասնակցելու Մխիթարյան միաբանությունում, հույս ունեմ, որ կարողանալու եմ մինչև այդ վերապրելու ենք, այս տարի Մխիթար Սեբաստացու, Մխիթարների մասին ենք խոսում, Մխիթար Սեբաստացու 350-ամյակն է, կարևոր միջոցառումներ են եւ հույս ունեմ, որ կարողանալու եմ նաեւ մասնակցել այդ միջոցառումներին, սա էլ է շատ կարևոր մեր ժառանգության պահպանման տեսանկյունից, իսկ այսօր մեր ուրեմն Մխիթարյան միաբանությունը դա ուղղակի հրաշք է, որ մենք ունենք այդպիսի հարստություն, այդպիսի բան եւ դրանց օրինակը ցույց է տալի, թե ինչպես են հայերը կարճած եղել, ինչպես ենք մենք կարճած եղել մեր ինքնությունից եւ ինչ հրաշքներ են տեղի ունեցել փոքր կղզում, ինչ ժառանգություն է ստեղծվել։ Երրորդն ինչ եմ անել, երրորդը մի լավ քնելու եմ։ Շնորհակալություն պարոն Մելիքյան հետաքրքիր զրույցի համար։ Եթերում Քաստով հաղորդաշարներ, հյուրը Ռուբեն Մելիքյան։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, լայք, որպեսզի բաց չթողնեք մեր մյուս նորությունները, կհանդիպենք։